Ողջույն բոլորին, ուրախ եմ ձեզ տեսնել հայկական խոհանոց ալիքում։ Այսօր միասին պատրաստում ենք նուրբ, փափուկ, շքեղ, տոնական թխված նուտելլա, որի յուրաքանչյուր պատառ պարզապես հալվում է բերանում։ Շերտերը ստացվում են փափուկ և հավասար թխված, իսկ կրեմի շերտերը ընդգծված, հաճելի կառուցվածքով և շատ նուրբ համով։ Թխվածքը բավականին մեծ է, ստացվում է 25-ից 30 կտոր, սակայն այնքան համեղ է ստացվում, որ շատ արագ վերջանում է։ Այս խմորեղենը կզարդարի ցանկացած ամանորյա սեղան, քանի որ գեղեցիկ կտրվածք ունի։ Եթե ձեր մոտ երբևէ այս տեսակի թխվածքը չոր է ստացվել կամ շերտերը գեղեցիկ եզրագծված չեն եղել, ապա այլ տարբերակ փնտրելու կարիք չկա։ Սա ամենահրաշալի, ամենահուսալի բաղադրատոմսն է, որը միշտ տալիս է կատարյալ արդյունք։ Սիրելիներս, նախքան բաղադրատոմսին անցնելը չենք մոռանում հավանել տեսանյութը։ Դե ինչ, սկսենք պատրաստել։ Խմոր պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է ալյուր, ձու, կակաո, քացախ, բուսայուղ, շաքարավազ, կարագ կամ մարգարին, վանիլային շաքարավազ և իհարկե մեղր։ Վերցնում ենք էմալապատ թաս, մեջը լցնում ենք 5 ճաշի գթալ բնական մեղր, 150 գրամ շաքարավազ, 70 մլ անհոտ բուսայուղ, ինչպես նաև 150 գրամ մարգարին կամ կարագ։ Կախված թե ինչ տեսակի մեղր ենք վերցնում, դրանով պայմանավորված է մեր պատրաստած նուտելլայի համը։ Եթե ձեռքի տակ բնական մեղր չկա, կարող եք վերցնել արհեստական։ Թասը դնում ենք գոլորշու վրա, որպեսզի ստանանք միատարր զանգված։ Ջուրը լցնում ենք այնքան, որ այն թասին չկպչի և ազատ տարածություն մնա։ Կացան դնում ենք ցածր կրակի վրա, այդ ընթացքում նախապատրաստում ենք մնացած բաղադրիչները։ 5 ձվի վրա ավելացնում ենք 4 լիքը ճաշի գթալ կակաո և 1 ճաշի գթալ ալուր։ Պարտադիր կակաոն և ալյուրը մաղում ենք, որպեսզի գնդիկներ չլինեն, և զանգվածը մի լավ խառնում ենք։ Երբ միայն հարած ձուն ավելացնում ենք մեղրով տաք զանգվածի վրա, հնարավոր է, որ ձուն ընթացքում եփվի, իսկ սա մի հնարք է, որը միշտ աշխատող է։ Այս հնարքը կարող եք նաև օգտագործել մեղրով տարատեսակ թխվածքներ պատրաստելու ժամանակ, երբ խմորը դրվում է գոլորշու վրա։ Մի լավ խառնում ենք, որպեսզի գնդիկներ չառաջանան և մի կողմ ենք դնում, կարող եք արել նաև էլեկտրական հարիչով։ Սիրելիներս, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր։ Շաքարավազը արդեն հալվել է, վերցնում ենք 1 թեյի գթալ սոդա, վրան ավելացնում ենք 1 լիք ճաշի գթալ 5% խնձորի քացախ, մի լավ խառնում ենք և ավելացնում ենք մեղրով զանգվածի վրա։ Զանգվածը միանգամից փրփրում և ծավալը մեծանում է, դա այդպես էլ պետք է լինի։ Երկար գոլորշու վրա թողնելու և կարամելային երանգ ստանալու անհրաժեշտություն չկա, քանի որ խմորի մեջ պետք է օգտագործենք կակաո։ Այս փուլում ավելացնում ենք մուկ զանգվածը։ Անընդհատ խառնում ենք, 2-ից 3 րոպե անց անջատում ենք կրակը։ Գոլորշու վրայից վերցնելուց հետո թողնում ենք հովանա 3-ից 4 րոպե, այնուհետև ավելացնում ենք ալյուրը։ Կախված հավկիթների մեծությունից և ալյուրի որակից, բաղադրատոմսի մեջ կարող է օգտագործվել 3-ից 4 բաժակ ալյուր։ Ամբողջը միանգամից չենք ավելացնում, որպեսզի չոր շերտեր չստանանք։ Քանի դեռ զանգվածը տաք է, որքան ալյուր ավելացնենք, այն կկլանի, այդ պատճառով չենք շտապում։ 3 բաժակ ալյուր օգտագործելուց հետո թողնում ենք խմորը ամբողջությամբ սառչի։ Պարտադիր ալյուրը մաղում ենք, որպեսզի այն հագեցնենք թթվածնով, այդպես շերտերը ստացվում են բարձր և ծակոտկեն։ Սիրելիներս, այս բաղադրատոմսով նուտելլա թխելուց հետո խնդրում եմ մեկնաբանությունների բաժնում կիսվեք ձեր կարծիքներով, թե ձեզ մոտ ինչպես է ստացվել, շատ հետաքրքիր է։ Պետք է ստանանք ձեռքերին չկպչող փափուկ խմոր, որի հետ շատ հեշտ է աշխատել։ Խմորը դեռևս տաք է և տեսեք, թե ինչպիսի խտություն ունի։
Սառչելուց հետո պարզ երևում է, որ այլևս ալուր ավելացնելու կարիք չկա։ Խմորը հունցում ենք և բաժանում ենք 6 հավասար գնդերի։ Որպեսզի նուտելայի շերտերը մուգ երանգ ունենան, վերցրեք բարձր որակ ունեցող կակաո։ Եթե այնուամենայնիվ խմորի գույնը բաց է ստացվել, ալուրի հետ միասին կարող եք ավելացնել ևս 2 ճաշի գթալ կակաո։ Տեսեք ինչ ենթարկվող, փափուկ, պլաստիլին հիշեցնող խմոր է ստացվել։ Հավասար շերտեր ստանալու համար գնդերը ես պարտադիր կշռում եմ։ Յուրաքանչյուր գունդը կշռում է 285-ից 290 գրամ։ Գնդերը թողնում ենք 15-ից 20 րոպե հանգստանա, այնուհետև կրկնակում ենք։ Իմ տապակի չափը 30-40 սմ է, եթե ձեր տապակը ավելի փոքր է, կարող եք խմորը բաժանել 7-8 հավասար մասերի։ Գնդերը բացում ենք ամբողջ տապակով մեկ, թխում ենք նախապես 180 ճանտաքացված ջեռոցում 5-ից 7 րոպե։ Շերտը բացելուց հետո խոհանոցային թիակի միջոցով ծալում ենք 4 տակ, հեշտորեն տեղափոխում ենք ջեռոցի տապակի վրա և բացում ենք։ Որպեսզի համաչափ թխվի, կարող եք պատառաքաղի օգնությամբ մի քանի տեղից ծակծկել։ Շերտերը բավականին արագ են թխվում։ Մեկը ջեռոց դնելուց անմիջապես հետո բացում ենք հաջորդ գունդը։ Այսպես մեկը մյուսի հետևից թխում ենք բոլոր շերտերը։ Քանի որ խմորի մեջ օգտագործվում է կակաո, ուշադիր ենք լինում, որպեսզի շերտերը չայրվեն։ Իսկ հիմա պատրաստենք եփովի կրեմ։ Կրեմի համար մեզ անհրաժեշտ է 1 լիտր կաթ, 2 բաժակ շաքարավազ, 1 բաժակ ալուր, 1 թեյի գթալ վանիլային շաքարավազ և 300 գրամ կարագ։ Որպեսզի կրեմի մեջ գնդիկներ չլինեն, նախ առնենք 4 բաղադրիչները։ Շաքարավազը, ալուրը և վանիլինը խառնում ենք, մաս-մաս ավելացնում ենք կաթը։ Որպեսզի նուտելայի մեջ կրեմի շերտը եզրագծված և տեսանելի լինի, կրեմը պետք է պատրաստել մեծ չափաբաժնով։ Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ կրեմի մի մասը ներծծվում է շերտերի մեջ։ Ամբողջ կաթը ավելացնելուց հետո կաթսան դնում ենք ցածր կրակի վրա և անընդհատ խառնում ենք։ Գազօջախից հեռու չենք գնում, քանի որ կրեմը շատ հեշտորեն կարելի է այրել։ Այս բաղադրատոմսով պատրաստված նուտելան ստացվում է անչափ նուրբ, փափուկ, քնքուշ և ունենում է գեղեցիկ տեսք։ 5-ից 7 րոպե անց զանգվածը խտանում է։ Առաջին խոշոր պղպջակներ առաջանալուն պես անջատում ենք կրակը։ Եփովի կրեմը լցնում ենք մեկ այլ տարայի մեջ, վրան դնում ենք սննդային թաղանթ, որպեսզի երեսը կեղև չկապի, և թողնում ենք սառչի։ Կրեմի համար մեզ անհրաժեշտ է 300 գրամ փափուկ կարագ, որը հարում ենք այնքան, մինչև սպիտակի և մի լավ փրփրի։ Այնուհետև քիչ-քիչ ավելացնում ենք եփովի կրեմը և 1 թեյի գթալ վանիլային շաքարավազ։ Պետք է ստանանք թեթև, սպիտակ, ընդգծված վանիլային համով կրեմ։ Որպեսզի կրեմի մեջ կարագի գնդիկներ չլինեն, մի քանի անգամ հավաքում ենք տարայի պատերից և շարունակում ենք հարել։ Շերտերը թխված են, կրեմը պատրաստ է, մնում է միայն հավաքենք խմորեղենը։ Նախընտրելի է նուտելա տորթը կտրել հաջորդ օրը, այդպես այն ավելի նուրբ է ստացվում։ Հավաքում ենք տորթը շերտ-կրեմ-շերտ հերթականությամբ, վերջին շերտի վրա կրեմ չենք քսում։ Նուտելա հենց այս բաղադրատոմսով ես պատրաստում եմ նաև ամանորին, իսկ դուք ամանորին ինչ խմորեղեններ եք պատրաստում, շատ հետաքրքիր է, գրեք մեկնաբանություններում։ Այսպես առատ կրեմ ենք դնում և հավասար տարածում ենք։ Յուրաքանչյուր շերտը դնելիս նախքան կրեմը քսելը մի փոքր սեղմում ենք, որպեսզի շերտերը ամրանան։ Թողնում ենք թխվածքը հանգստանա առնվազն 24 ժամ, այնուհետև կտրում ենք։
Ի դեպ, շերտերը կարող եք թխել ամանորից 3-ից 4 օր առաջ, դրանց հետ ոչինչ չի լինում։ Վերցնում ենք սուր դանակ, յուրաքանչյուր կտորը կտրելուց հետո դանակը մաքրում ենք խոհանոցային անձեռոցիկով, որպեսզի շերտերը տեսանելի լինեն։ Տեսեք որքան փափուկ եզրագծված շերտերով նուտելա ենք պատրաստել, պարզապես արտակարգ է։ Դե ինչ սիրելիներս, այսօր էլ այսքանը, պատրաստեք սիրով, եղեք առողջ և օրհնված, բոլորիդ մաղթում եմ ուրախ տոներ, ցտեսություն։